Շարժավից առաջ ձեզ բերման ենթարկեցին կասկած ունենալով, որ ունեք զենք, ուզում ենք հասկանալ, ինչու նման քաղաքականությամբ վերաբերվեցին ձեզ, ձեզ վախեցնելու, այո, աղջիկան վախեցնում են, ուրեմն այդպես բան էլի սենց բո են անում, բան են անում, էլի, բայց չի ստացվում, այսքան ժողովուրդի, որ մարդու հետևից գնա, ով կվախենա։ Ես դրանց կոչ եմ անում, նախ հիմա դրանց այդ բերետավորներին, այդ մասկա կրողներին, բաներին կոչ եմ անում։ Ուրեմն նայեք, բասակցությունեցին, մինչև այսօր Դավաճանի անուն է կրում, Վեճ Սարգիսը Դավաճանի անուն է կրում, Մերժուժան Արզրունին Դավաճանի անուն է կրում, եւ եթե դուք Դավաճանին ուզում եք այդպես պաշտպանել ու ուզում եք Արցախը հանձնողին անմեղացնելու բան լինել, չի լինի։ Նախ Աստծո Դադաստանին եք, պատրաստվեք Աստծո Դադաստանին, հետո ընդհանրապես թող այդ բոլորը ինձանից վախենան, որ հանդերձյալ կյանքում ես ինձի լավ տեղ կլինեմ, հետո իրանք պդիգնեն ոտքերս, որ ես իրանց համար բարեխոսեմ այնտեղ։ Թող ինձանից վախենան։ Իրանք թող ինձանից վախենան, տակը բան չի մնացել։ Աշխարհի վերջն է։ Իրանք կոնկրետի թող ինձանից այն կյանքում վախենան։ Ստիգնցի համար թռավ, արդեն գնաց 60 քանի տարի։ Պարոն Ղուկասյան, ներողություն էլի, պարոն Ղուկասյան, ինչու դուք Դու ո՞ր կառույցն ես։ հրապարակ օրաթեր։ Հրապարակ օրաթերթը 100 տարի գրեցիր վրես։ Պարոն Ղուկասյան, այդքան վրես գրեցիք, երիք չէ հոգնակ։ Պարոն Ղուկասյան, Շատ է տարի, չէ։ Այդ տեսեք ինձ է վեպահում, ասա, Աննա, ասա, ես քեզ չեմ լսում, Աննա, հետո կասես։ Պարոն Ղուկասյան, չեք վախենում ընտրվելուց հետո ձեր ձերբակալեն։ Ես քեզ մի բան ասեմ, ես ասեցի թող իրանք մտածեն, իրանք վախենան, որովհետև տագ ապրելու էլ բան չի մնացել։ Այդ ձերբակալելն ինչի որ դες վախենում եք։ Ես ասել եմ մի անգամ Պողոս Առաքյալն է ձերբակալվել, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, այդ ինչ եք դες վախենում ձերբակալվելուց։ Իշխանությունը կխլի։ Լավ տղեկան, մենք այսօր գնաց այնտեղ ամենալավ ձևով կապրեմ։ Իշխանի պես կապրեմ։ Թող իրանք մտածեն որ այնտեղ եկնեն, իրանք ինչ են ապրեն այնտեղ։ Հələ թող մտածեն ինչ են ապրեն այնտեղ։ Գետինները ավլելով, հա, ասա։ Պարոն Ղուկասյան, այսինքն ԿՊ-ն կվերցնի իշխանությունը։ ԿՊ-ն այստեղ չի վերցնելու, բարձրաձայն ասում եմ, իրանք այստեղ պարտվել են, հիմիկվանից գիտենան։ Ուրեմն հիմիկվանից ասում եմ, եթե հանգարց իրենք ուրիշ բան չանեն, ասեն գիտեք ինչ, այնպեսի սարսափելի բաներ եթե չանեն, միանշանակ իրանք պարտված են եւ իրանք դա տեսնում են, որովհետև Աստված ընդմեզ է։ Իսկ եթե Աստված ընդմեզ է, ով կարող է զիս մենամարտել։ Դավիթ Մարգարե։ Պարոն Ղուկասյան, որոշել եք ընտրություններից հետո որ քաղաքական ուժի հետ եք միավորվելու։ Հիմա հեչ բան չեմ կարող ասել, ընտրությունները ուրեմն կավարտվի, կտեսնենք ով ինչքան ձայն հավաքած կլինի, ով մաքուր է, ով ճիշտ է, ում հետևից նմանատիպ բաներ չկա, անպայման դրանց հետ համագործակցել։ Դե ասա։ Եղել է ինչ-որ ժամանակահատված, որ դες արգել են, որպեսզի դուք ընտրությունների մասնակցեք։ Այո, աղջիկ ջան։ Այդ ձեր կառույցով որ ղեկավարում է դրանց տերերը։ Ես մարդ չի կրնա։ Սպասի, տես փոքրիկ Վարդանինն է, իր պապի տասիբն է քաշ։ Կարող եք ավելի լուրջ պատասխանել։ Լուրջ պատասխանեցի, ովքեր որ ձեր հետևը կանգնած են դրանք։ Ուրեմն ոչ ոք չի եղել։ Ձեր նախընտրական ծրագրերից ամենաառաջնային կետը որ նախանշում եք ամենաառաջնային կետը այսօր յուրաքանչյուր գյումրեցու որ հարցնես կասեն աշխատատեղ համար առաջի աշխատատեղը ուրեմն ես այն գլխից սպասեք մայրիկ այն ժամանակվանից ես ասել եմ մշտական նախ 1926 թվականին երբ որ այստեղ երկրաշարժ եղավ կոմունիստական կուսակցությունը ստեղծեց տեքստիլ կոմբինատը որտեղ աշխատում էր 8000 բանվոր դրանից հետև թեթև արդյունաբերությանը զարկ տվեցին եւ այստեղ աշխատում էր 90000 բանվորներ այո միակ առաջի խնդիրը Գյումրիի աշխատատեղն է բնակարաններից առավել կարևորը դա աշխատատեղերն է իրանք բոլորը լավ գիտեն բայց չեն անում ցավոք սրտի որովհետեւ չեն ուզում երկիրը զարգանա հետո այսօր բանակը ամբողջությամբ շուկա է բանակը եթե շուկա չունեն բանակը ամբողջությամբ շուկա է թող բանակի այդ զենք զինամթերք ինչի հայը չի արտադրում, այսքան խելք ունենք, այսքան պոտենցիալ ունենք։ Ամբողջ Ամերիկայի ու Ռուսաստանի զենքերի մեջ, որտեղ նայում ես հայերի մասնակցությունն է։ Այս մենք չենք կարող զենք արտադրել, ինչի չեն անում։ Թուրքերը այսօր Ադրբեջանը ուրեմն գրադ է արտադրում։ Հայը ինչի չի անում, որովհետև գլուխը ղեկավարվում է թուրքերի կողմից։ Վերջացավ։ Էլ բան կա ասելու։